Իսկ այսօր ուզում եմ նայել այսպիսի մի թեմայի շուրջ, ուզում եմ տեսնել մեզ ինչ է սպասվում օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում, օգոստոսի 1-ից 15-ը։ Ճիշտ ասած, թեմա չեմ ուզում ընտրել։ Ամսվա համար նայեցի, աշխատանքի ֆինանսների անձնականի շաբաթվա համար նայեցինք, այժմ կարտերը ինչ ցույց տան, այն էլ կասեմ։ Ինչ կարտերը կկարևորեն, ինչն է կարևոր, ինչի մասին պետք է իմանան խոյերը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Տեսնենք, թող կարտերն իրենք ցույց տան։ Ինչ կհուշեն կարտերը առաջին երկու շաբաթվա համար։ Եկ ընտրենք 3 տարբերակ։ Կարտերը ինչ հուշեն, այն էլ կասեմ հարգելներս։ Տեսնում եմ փոփոխության կարտը, սա տրանսֆորմացիայի կարտն է, մահվան կարտն է, այսինքն ինչ-որ բան հեռանում է ձեզնից։ Ինչ-որ մեկն է հեռանում ձեզնից, բայց սա մահվանից ոչ մի կապ չունի, ֆիզիկական մահվան մասին չի խոսքը, հարգելներս։ Ինչ-որ մեկին դուք եք հեռացնում, ինչ-որ մեկից դուք եք հեռանում, ինչ-որ մեկի հետ չի աշխատում հարաբերությունները հեռացնում եք, կարող է լինել աշխատանքից եք հեռանում։ Շատ լուրջ, ինչ-որ շատ լուրջ տրանսֆորմացիա որոշ խոյերի համար։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Միգուցե դուք եք սպասում, ակնկալում եք ինչ-որ փոփոխություններ, ձեզ պետք է ինչ-որ բան փոխվի ձեր կյանքում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսնենք ինչի մասին է այստեղ խոսքը։ Գիտեք, ես այստեղ ֆինանսական հարցեր եմ տեսնում որոշ խոյերի համար։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների թագավորը։ Սա շատ էմոցիոնալ մարդ է, շատ էմոցիոնալ։ Ինքը թագավոր դե կայացած մարդ է։ Կյանքում հաջողությունների հասել է իր մասնագիտությամբ, իր աշխատանքով, բայց ինչ որ մի բան իրեն չի բավարարում։ Ես դրանից հետո տեսնում եմ Պենտակլի թագավորը, այսինքն մարդը ձեռքբերումներ ունեցել է աշխատանքում, ես չգիտեմ, լավ վարպետ է, լավ մասնագետ է դարձել, լավ պաշտոն միգուցե ունի, դիրք ունի, տուն տեղ դրել, ընտանիք կառուցել, ամեն ինչ իր սրտով, ինչ որ պետք է տղամարդը արել է, մարդը կարող է նաև կին լինել, բայց երևի ֆինանսական ինչ որ հաջողություններ ակնկալել է եւ չի ստացել, այսինքն ինքը ուզում էր ներ այլ թագավոր, հարուստ թագավոր, բայց ինքը պարզապես թագավոր է։ Թագավոր էլի եմ ասում, մարդը շատ ձեռքբերումներ կյանքում ունի, բայց ֆինանսական հաջողությունները իրեն մի տեսակ չեն գոհացնում։ Այսինքն մարդու դժգոհությունը ոչ թե այն է, որ անիմաստ կյանք է ապրել, այլ պարզապես ֆինանսական իր երազանքներին, ֆինանսների հետ կապված իր երազանքներին մարդը չի կարողացել հասնել։ Եվ տեսնում եմ, որ մարդը պայքարել է, չի հանձնվել, ամբողջ կյանքն աշխատել է։ Սա երևի միջին եւ միջինից բարձր տարիքի մարդկանց մասին է խոսքը։ Այսինքն մարդը փոփոխություն է ուզում, ուզում է վերջապես ֆինանսական վիճակը կարգավորվի, այդպես կարող եմ ասել։ Մարդը պայքարել է եւ կարողացել է վաստակել։ Վաստակել է, ընդ որում ոչ միայն վաստակել է ինքը իր ծախսերը հոգալու համար, այլ սա եւ այն դրական մարդ է, որը նաեւ օգնել է շատերին։ Սա 6-ն է Պենտակլի։ Եվ ունեցել են, եւ օգնել են, շատերիներ օգնել են, ձեռք են մեկնել։ Փորձել են իրենց ունեցածը գոնե պահպանել։ Եթե ավելին չեն ունեցել, չեն կարողացել, այդպես կարող եմ ասել։ Իրենց ունեցածը կարողացել են պահպանել, շատ ձեռքբերումներ ունեն, տուն-տեղ ընտանիք դրել են, կառուցել են, բայց նաև օգնել են շատերին, բայց միևնույն ժամանակ իրենք կարծում են, որ այս դժվար աշխատանք, այդ դժվար ճանապարհ անցնելուց հետո մարդը վերջացել է արդեն ես կարծում եմ մարդը չի պայքարում։ Արդեն չի պայքարում հարստության համար, փորձել է կուտակել, բայց միևնույն է, մարդը զգում է, որ իր բոլոր ձեռքբերումները շատ լավ են, բայց ամեն դեպքում այն ֆինանսական հաջողությունը, որը ակնկալում էր, մարդը չի հասել դրան։ Եվ հիմա հոգնել է, ես տեսնում եմ, որ արդեն էլ չի ուզում պայքարել։ Բայց գիտեք, ես կարող եմ ասել, որ տրանսֆորմացիան այս դեպքում նշանակում է ձեր մեջ փոփոխություն կլինի։
Այսինքն դուք էլ չեք ձգտի դրան։ Դուք պարզապես կհասկանաք ու կվայելեք կամ միգուցե կարտերն են հուշում, պարզապես վայելեք ձեր ստեղծածը։ Դուք ունեք լավ ընտանիք, ունեք լավ ընկերներ, ձեռքբերումներ ունեցել եք, գոհացեք դրանով։ Իրականում ֆինանսը ոչ մի հարց չի լուծում։ Սա ձեր ներքին զգացողությունն է, հարգելիներս։ Եթե կան այսպիսի խոյեր, կին թե տղամարդ նշանակություն չունի։ Շատ ձեռքբերումներ ունեք, ինչպես արդեն ասացի, պարզապես եթե ուզում եք հարուստ մարդ լինել, հարուստ կին լինել, ունենալ ձեր երազած կահույքը, ձեր երազած բնակարանը, լողավազանով, մեքենաներով, թանկարժեք եւ ունեք ավելի հասարակ տուն, ավելի հասարակ, մեքենա, ձեր ուզած դղյակները չունեք, չեք հասել, բայց դուք շատ ավելին եք հասել։ Դուք կարողացել եք ստեղծել ընտանիք, ընկերներ ունեք, ձեռքբերումներ ունեք, կարտերը հուշում են, այլ փոփոխությունը այդ կլինի։ Փոփոխությունը ձեր մեջ կլինի, որ դուք էլ չեք լինի այսպես դժգոհ, որտեվ եթե հարուստ չեմ, իմ բոլոր ձեռքբերումները հաշիվ չեն, որտեվ ես իմ երազին չհասա։ Իրականում ձեր ներքի զգացողությունը կփոխվի։ Իսկ ես հույսով եմ, որ կփոխվի։ Եվ դուք իրականում կուրախանաք ձեր ընտանիքով, ձեր ընկերներով, ձեր ձեռքբերումներով եւ կհասկանաք, որ ամենակարևորը մարդիկ են, հարստությունը գալիս ու գնում է։ Մարդիկ են կարևոր, իսկ մարդկանց դուք հաստատ ձեռք եք բերել։ Հարգելիներս, այդ ձեր ինքնազգացողությունը շատ կփոխվի։ Դուք կսկսեք գնահատել այն ամենը, ինչ ունեք, եւ կգնահատեք նաեւ ձեր աշխատանքը, որտեղ բոլորը դուք եք ձեռք բերել։ Ձեր կյանքի, աշխատանքի, ջանքերի շնորհիվ եւ հույսով եմ ձեր ընտանիքի անդամներ կգնահատեն ձեզ։ Էլ եմ ասում, հարստությունը կարող է գալ եւ գնալ, մարդիկ են մնայուն։ Իսկ մարդիկ ես տեսնում եմ, այսպես գեղեցիկ ժամանակ եք անցկացնում, շրջապատված եք շատ լավ մարդկանցով։ Հարգելի խոյեր, շատ հետաքրքիր բաներ էի տեսնում։ Իսկ որոշ երիտասարդ խոյերի համար տեսնում եմ այսպես շատ ոգևորված, տրամադրված, շատ այսպես կրքոտ, ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն ունեն, եւ հայ այսպես ասպետը շարժում է դեպի իր նպատակը։ Ինչ որ մի նոր նպատակ ունի, մեծ նոր ցանկություն։ Բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խոյեր, տեսնենք ինչի մասին է այստեղ խոսքը։ Ես այստեղ սիրային հարցեր եմ տեսնում, ճիշտ ասած, անձնական հարցեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ այստեղ երիտասարդ, որը շատ ոգևորված է, որոշել է, ինչ որ որոշում է կայացել, այսպես կարող եմ ասել, ինչ որ նպատակ ունի, բայց իր անձնական կյանքի հետ է կապված։ Սա կամ երիտասարդ կամ միջին տարիքի, բայց էլի երիտասարդ տղամարդ եմ տեսնում այստեղ։ Ես այստեղ տեսնում եմ 6 պենտակլի, բավականին ընկերասեր, բավականին ջերմ մարդ եք եւ մարդկանց շատ լավ եք վերաբերվում եւ կարող եմ ասել հիմնականում վերաբերում եք մարդկանց այնպես, ինչպես իրենք են վերաբերվում ձեզ։ Ձեր անձնական հարցերում ես տեսնում եմ, որ ինչ որ ամեն դեպքում երևի թե ես տեսնում եմ դուք չեք ստացել պատասխան, ինչպես որ եթե տղամարդու մասին է խոսքը կամ կանանց աղջիկների մասին է խոսքը, նշանակություն չունի։ Ես կարող եմ ասել խոյը տվյալ դեպքում ավելի ոգևորված է վերաբերվել իր հակառակ սեռին, բայց չի կարողացել գտնել զույգ։ Տեսնում եմ, որ առայժմ չի կարողացել գտնել, որովհետև սա անցյալի մասին է, փորձի մասին է խոսքը։ Տեսնում եմ, բավականին միշտ մրցակիցներ են եղել, բավականին խոչընդոտներ են եղել, այդպես կարող եմ ասել։ Մի տեսակ կոնֆլիկտ, անընդհատ ինչ որ մարդկանց հետ խնդիրներ են եղել, եւ չնայած ինքը շատ սրտաբաց է մոտենում, բայց իրականում ինչ որ չի ստացվել։ Ես չեմ կարող ասել, որ տղաներին աղջիկներն են մերժել կամ աղջիկների շուրջ տղաներ չկան, բայց կարող եմ ասել, որ ինչ որ խանգարող հանգամանքներ եղել են եւ ինչ որ բան չի ստացվել։ Հետո նորից էլի ոգևորվում եք, սա ջահերի տուզն է, էլի ոգևորվում եք, էլի ինչ որ մեկին հավանում եք, բայց էլի այն չէ, ինչ որ դուք ուզում եք։ Բայց այս դեպքում ոչ թե խանգարում են, այս դեպքում դուք եք հիասթափվում։ Եվ ձեր սիրտն էլ կոտրվում է, որովհետև հասկանում եք, որ այս նոր մեկը, որ հայտնվեց, այդ մեկը այն մեկը չէր, ում որ դուք կուզենայիք։ Այսինքն ինչ որ ձեզ կյանքը առաջարկել է, ում որ հանդիպել եք, կամ խանգարել են, կամ պարզապես հիասթափվել եք, որտեվ այն չի եղել, ինչ որ դուք կուզեիք։ Դրանից հետո դուք չեք հուսալքվում, տեսնում եք, նորից տեսնում եմ այստեղ պաժը, թուրը ձեռքին, նորից էլի որոշում է եւ չի հանձնվում։ Մարդը իսկապես ուզում է իր անձնական կյանքը փոխել։ Իսկ ես տեսնում եմ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այս բոլոր հիասթափությունները թողնում եք ետևում, չեք հանձնվում, դուք շարունակում եք եւ հիմա շատ ավելի ոգևորված, միգուցե փոխել եք ձեր մոտեցումը, միգուցե որոշել եք այլ կերպ
չգիտեմ, վերաբերվել, այլ տեղ փրկել փնտրել զուգընկեր կամ զուգընկերուհի, ինչ-որ մի բան որոշել եք փոխել, ինչ-որ մի նոր նպատակ, նոր մոտեցում ունեք, հարգելիներս։ Ես չգիտեմ դուք ինչ եք որոշել, բայց ես տեսնում եմ շատ հետաքրքիր կարտեր, ի վերջո հարգելի խոյեր, նրանք ովքեր սիրո հարցում, անձնական հարցում միայնակ են եւ ինչ-որ խնդիրներ ունեին, կամ միգուցե նոր ինչ-որ սեր եք գտել, իսկապես շատ գեղեցիկ, սիրահարների կարտն եմ տեսնում եք շատ գեղեցիկ է։ Ես դատաստանի կարտով էլ կարող եմ ասել այստեղ, որ վերին ուժերն ձեր կողմից են, ի վերջապես սա այն ճիշտ զույգն է ձեզ համար, որի հետ դուք կարող եք լինել երջանիկ։ Բավականին պայքարից հետո, հիասթափություններից հետո դուք հիմա այսպիսի գեղեցիկ վիճակում եք։ Գուցե այս նոր նպատակը, որտեղ հանդիպել եք արդեն ինչ-որ մեկին, արդեն հանդիպել եք եւ արդեն հասկանում եք, որ սա այն մեկն է, որի հետ ուզում եք դուք զույգ լինել եւ այսպես ասեմ, ընտանիք կազմել նաեւ ապագայում։ Ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, որոշ խոյերի համար նրանք ովքեր բավականին դժվար ճանապարհ են անցել, արգելներս, ձեզ գեղեցիկ հետաքրքիր 2 շաբաթ է սպասում ձեր անձնական հարցերում։ Ես այստեղ նոր սիրահարված զույգ եմ տեսնում, ամուսնություն ճիշտ ասած չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե որոշեք հետո ամուսնանալ, ես շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում։ Կարծես այսպես տեսնում եք, վերին ուժեր ձեր կողմից են, այսինքն դուք գեղարվեստականորեն է որ ասեմ, ստեղծված եք իրար համար, փոխադարձ գեղեցիկ զգացմունքներ, շատ լավ է հարգելներս, շատ լավ է, թող այդպես էլ լինի։ Երրորդ տարբերակում տեսնում եմ թրերի թագուհին։ Թրերի թագուհին սա շատ պրակտիկ կին է, ինքը զգացմունքների մի կողմ է դրել, սա ավելի կարիերային կարող է վերաբերել, կարող է ես կտեսնեմ, անձնական հարաբերությունների կարող է վերաբերել, ինքը ունի նպատակ, տեսնում եք թուրը ձեռքին, թագուհի, ինքը որոշել է, ինքը իր նպատակին պետք է հասնի ամեն գնով, ինչ գնով ուզում է լինի։ Այսինքն եթե պետք է ինչ-որ մարդկանց զոհաբերել, ինչ-որ չգիտեմ, հաշվի չառնել, հանգամանքներ, ոչ մի հոգեբանություն հաշվի չառ, մարդը նպատակ ունի, ինքը ուզում է իր նպատակին հասնել, այսինքն սիրտ ու հոգի այստեղ չկա, մարդը պարզապես իր նպատակին կհասնի ամեն գնով, գոնե այդպես է տրամադրված։ Ես չեմ կարող, սա խոյի նշանը չէ իրականում, տեսնենք իրականում սա խոյին վերաբերում է, թե չի վերաբերում, կարող է սա ինչ-որ մեկն է խոյի հանդեպ այսպես վերաբերվում, կարող է խոյն է այսպիսի տրամադրության մեջ, ինչ-որ նպատակ ունի եւ ուզում է իր նպատակին հասնել։ Ինչեր եմ ես այստեղ տեսնում։ Գիտեք, հարգելի խոյեր, շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում իրականում, շատ հետաքրքիր։ Ես այստեղ տեսնում եմ դատաստանի կարտը, ես այստեղ տեսնում եմ թրերի ասպետը եւ տեսնում եմ թրերի ներողություն, այո, թրերի 7-ն եմ տեսնում։ Իսկ մինչև է տեսնում էի թրեր, տեսնում եմ թրեր։ Գիտեք, ես չգիտեմ, ճակատագրական այսինչ հանդիպում է, ինչ շփում է, այս ով է այս անձը, բայց կա այսպիսի մեկը ձեր շրջապատում։ Ես չեմ տեսնում, որ սա դուք եք իրականում։ Մի րոպե որոշեմ, միգուցե եւ դուք եք։ Ես այստեղ տեսնում եմ թրերի ասպետը, այսինքն ինչ-որ մեկը շատ ագրեսիվ տրամադրված է ձեր հանդեպ, ինչ հարցի հետ կապված, ինչպես չեմ կարող ասել, ես տեսնում եմ, որ դուք իրականում հակահարված տալիս եք, դուք իրականում պայքարում եք եւ ես կարծում եմ, որ վերին ուժերն ձեր կողմից են, այսինքն մարդը չի կարողանալու ոչ մի հաջողության հասնել։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, կարող եմ ասել, որ այս թագուհին կարող եմ ասել, որ դուք եք, այսինքն իրականում միգուցե խոյերը սխալման, պատահաբար, չգիտակցելով, ինչ-որ մեկին ինչ-որ ձևով նեղացրել են։ Կին տղամարդ ընդ որում նշանակություն չունի։ Գիտեք, խոյերը մի տեսակ շատ կարող են կտրուկ լինել, իսկ թուրը հենց կտրուկն է, կտրում է, ճիշտ է, կտրող սուր։ Այսինքն ինչ-որ մեկին կոպտել եք, ինչ-որ մեկին մի բան եք ասել, բոլորովին իրենց սրտով չի եղել, եւ այսպես մարդը հա ոգևորված, բորբոքված հարձակվում է ձեր վրա, դուք էլ պայքարում եք նրա դեմ։ Ես չեմ կարող ասել ինչ է եղել, պարզապես լեզվակռիվ, պարզապես միգուցե դուք շատ հանգիստ նստած եք, իսկ մարդը այստեղ ագրեսիվ է շատ։ Դու ագրեսիվ է, դուք էլ փորձում եք պայքարել իր դեմ, բայց ել եմ ասում, միգուցե սկսել է խնդիրը ձեզնից, ինչ-որ մեկին ինչ-որ բան եք ասել, դուք իրականում երևի չեք էլ ուզել նեղացրել, պարզապես ինչ-որ բան եք ասել, երկար չեք մտածել, բայց մարդը շատ այսպես հրով թրով, բավականին բորբոքված, դուք էլ հիմա ստիպած պետք է պայքարեք իր դեմ։
Ես տեսնում եմ, որ դուք իրականում շատ լուրջ չեք պայքարում։ Միգուցե հասկացել եք, որ դուք եք սկսել, ձեզնից է սկսվել, կդժվարանամ ասել։ Բայց ես տեսնում եմ այստեղ կախված մարդը, այսինքն կարտերը հուշում են միգուցե եւ քանի որ դուք եք առաջինը սկսել, եթե այդպես է, եթե կան մարդիկ, ում սա վերաբերում է, դուք ինչ որ մեկին ինչ որ բան եք ասել, դրանից մարդը բորբոքվել է եւ հիմա ձեր մեջ պայքար կա, դուք պայքարում եք իրար դեմ, բայց իրականում ձեզնից է սկսվել։ Կարտերը հուշում են, միգուցե դուք փորձեք կանգնեցնել, դուք կարող եք կանգնեցնել այս պայքարը իրականում, կարող եք սա կանգնեցնել պարզապես լինելով այսպես խոհեմ։ Տեսնում եք, սա խոհեմ կայացած կին է, որը իր աշխատանքով հասնում է կյանքում ամեն ինչի, այսինքն դուք սխալվել եք, ինչ որ բան եք ասել, մարդը այսպես ոգևորվել է, բարկացել է, հարձակում է ձեր վրա, դուք էլ ստիպված պաշտպանվում եք, բայց միգուցե իրականում դուք լինեք ավելի խելամիտ եւ փորձեք կանգնեցնել այդ այսպես կանգնածը ոչինչ չի անում, այսինքն միգուցե փորձեք ուղղակի մարդու հետ զրուցել, միգուցե կարողանաք բացատրել, նույն եթե չեք ուզում ներողություն խնդրել, որտեղ շատ մարդը այսպես ագրեսիվ է, սրանից ներողություն խնդրել չարժի երևի թե պարզապես փորձեք բացատրվել, այսինքն դուք պետք է ավելի խոհեմ գտնվեք, այսպես ասեմ։ Ինքը շատ ոգևորված է, խոհեմ գտնվեք, բացատրեք, որ իրական չեք ուզում նեղացնել եւ իր այսպեսի ագրեսիվ վիճակը իրականում ոչ միտեղ չի տանում։ Ես տեսնում եմ, որ դուք կարող եք իրականում լուծել հարցերը, իսկապես տեսնում եմ, որ դուք կարող եք հաշտվել եւ իրականում հաշտվել եւ լավել հարաբերությունների մեջ լինել։ Ես չեմ կարող ասել, այստեղ զույգ են, զույգ չեն, կարող է, գիտեք, կարող է նաեւ զույգ լինել։ Կինը ինչ որ բան է ասել տղամարդուն, կարող է, կինը այսպես ինչ որ մի բան է ասում տղամարդուն, տղամարդը այսպես թողնում է, գնում է, պայքարի մեջ է, միգուցե զույգ են նաև նեղվել են իրարից, այդպես էլ գիտեք, կարող է լինել։ Կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ իրականում կնոջից է սկսել խնդիրը։ Կինն էլ կարող է հարցը կանգնեցնել։ Կնոջից է կախված հարգելներից։ Եթե դուք այսպիսի տարբերակ ունեք, եթե զույգ եք իրականում, ես տեսնում եմ, որ դուք ինչ որ մի ձևով ձեր տղամարդուն նեղացրել եք, բարկացրել եք, բառից բուն իմաստով, որ ինքը այսպես հարձակողական վիճակում է, շատ եք իրեն բարկացրել։ Դուք կարող եք այս հարցը լուծել, ձեզից է կախված իրականում։ Հարցը չի լուծում, որովհետև դուք պետք է իր հետ խոսեք, դուք կարող եք միայն որպես կին կարող եք ձեր տղամարդուն մեղմել։ Եվ այդ դեպքում լուսինը կհեռանա, այս վախեր անհանգստությունները կհեռանան, ամեն ինչ կհեռանա եւ ձեր զգացմունքները հարգելնես երկուսն էլ կնեք շատ բավարարված։ Հիմա սա ծանոթ է, ընկեր է, բարեկամ է, թե զույգ ընկեր է, թե ամուսինի, ինչ հարաբերություններ ուզում են լինել, կինը ինչ որ մի բան է ասել, տղամարդը ներվայնացել է, բարկացել է, հիմա իրենք վիճում են իրար հետ կամ նեղվել են նույնիսկ իրարից, ես տեսնում եմ, որ կինը պետք է խոհեմ գտնվի։ Առաջինը սկսվել է ձեզնից, դուք կարող եք կանգնեցնել եւ իրականում հաշտվել բարեկամի հետ, ընկերոջ հետ, ամուսնու հետ, զուգընկերոջ հետ, ով էլ ուզում է լինի, հարգելի խոյեր։ Այսպիսի խորհուրդներ տվեցին ձեզ կարտերը հաջորդ շաբաթվա համար։ Ներողություն, հաջորդ 2 շաբաթվա համար։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն, ինչ խորհուրդներ կտան կարտերը ցլերին օգոստոսի 1-ից 15-ի ընթացքում։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելիներս, թեմաներ ընտրում եմ ամսվա համար, շաբաթվա համար։ Իսկ հիմա ուզում եմ պարզապես կարտերն իրենք, ինչ է պետք իմանալ, կարտերն իրենք հուշեն, ինչ է պետք ցլերին իմանալ հաջորդ 2 շաբաթվա համար։ Կարտերը ինչ խորհուրդ կտան, այդ մասին էլ կխոսեմ։ Ուզում ենք 3 տարբերակ, որպեսզի ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հասցնեմ։ Տեսնում եմ ջահերի 7-ը, սա չհանձնվող մարդու կարտն է։ Ես չգիտեմ ինչ պայքարի մեջ եք, ինչ որ նպատակ ունեք, ինչ որ ցանկություն ունեք, եւ տեսնում եմ, որ շատ անգամներ եք փորձել եւ չի ստացվում։ Դուք ոչ մի կերպ չեք կարողանում հասնել ձեր նպատակին, բայց ցլերը շատ համառ են, որտեղ հողի նշան են, շատ ամուր կանգնած եք ձեր ոտքերին, դուք չեք հանձնվում, դուք վստահ եք, որ պետք է հաղթեք, կամ պարզապես դուք շատ ուզում եք հաղթել։ Ինչ հարց է, ինչու՞մն է հարցը, ես կարտեր կհանեմ կտեսնեմ, բայց առայժմ մի կարտով կարող եմ ասել, ցլերը իրեն կհասկանան ում մասին է խոսքը։ Անձնական հարցեր, ֆինանսական հարցեր, աշխատանքի գործունեության, ինչ կապ է լինի, անձնական հարցը կարող է սիրային, կարող է ոչ սիրային, բարեկամ, ազգական, հարևան, ինչ նպատակ էլ որ ունեք, դուք չեք հանձնվում։ Դուք բավականին համառ եք, պայքարում եք, իսկ դա շատ սազում է ցլերին, իրենք շատ համառ են, նույնիսկ երբ որ սխալ են համառ են, ուր մնաց թե եթե սխալ չեն։ Տեսնենք, ինչի մասին է այստեղ խոսքը։
Ես ճիշտ ասած այստեղ ֆինանսական հարցեր եմ տեսնում, հարգելի ցլեր։ Առաջի տարբերակում տեսնում եմ ֆինանսական հարցեր, որտեղ շատ եմ տեսնում պենտակլի կարտեր։ Ես կարող եմ ասել, որ մեր այստեղ պայքարը ցլերի ու մասին էլ խոսքը լինի, պայքարն իրականում ֆինանսների համար է։ Դուք անընդհատ պայքարում եք ձեր ֆինանսների համար, չեք հանձնվում, բայց ես տեսնում եմ, որ շատ մեծ հաջողությունների չեք էլ հասնում։ Իսկ չեք հասնում ինչու, որտեվ ինչ աշխատում եք անել, ծախսում եք, հարգելիները, սա 6-ն է պենտակլի։ Եվ օգնում եք շատերին։ Ես գիտեմ, որ ցլերը շատերը նաև շատ ներողություն, շատ ընկերասեր են, շատ ընկերասեր են։ Ես գիտեմ ցուլ, որը ընկերների համար ամեն ինչ կաներ, եւ ծախս ամեն ինչ, ընտանիքից կկտրեր, բայց իր ընկերներին կօգներ, շատ ցավալի է, օրինակ ինձ համար դա բոլորովին ընդունելի տարբերակ չէ, ինձ համար ընտանիքը առաջնահերթ է, բայց ցլերից ես 1-2-ին գոնե ճանաչում եմ, բոլորը այդպես չեն կարող լինել։ Բայց ես տեսնում եմ ձեր պայքարը ոչ մի կերպ չի կարողանում հասնել, որովհետեւ ինչ աշխատում եք, բաժանում եք կամ ծախսում եք պարզապես, ընդ որում ծախսում եք շատ լավ միջավայրում, տեսնում եք մարդը շատ գոհ է իրենից, լավ ընկերներով, միշտ ընկերներ կունենաք, միշտ կլինեն մարդիկ, որոնք ձեզ հետ սեղան կնստեն, ձեր ունեցվածքը ձեզ հետ կկիսեն։ Ես իրական դրանց ընկեր չեմ համարում, հա, բայց իրականում դուք հաստատ մենակ չեք, լինի շրջապատ ունեք, պարզապես ֆինանսական հաջողության չեք հասնում, որովհետև ձեր ունեցածը բաժանում եք։ Այսպես մի քիչ աշխատում եք, բայց ավելի շատ ծախսում եք, որովհետև դուք ուզում եք թագավորի կյանքով ապրել։ Շատ լավ է։ Այ դուք անհամբեր եք, չեք սպասում, չեք համբերում, որ պետք է կուտակել, պետք է գումարը ներդնել, համբերատարության կարգն է եւ չափավորության։ Այ դուք ոչ համբերատար եք, որպեսզի սպասեք, ինչպես են ասում, 1-2 տարն է, հա, գումարներ ավելանան, որպեսզի կարողանաք ներդրումներ անել, հետո ավելի շատացնել։ Երբ որ շատ ունենաք, ձեր նպատակներին հասնեք, նոր այն ժամանակ կարող եք ծախսել ինչպես ուզում եք։ Բայց դուք չեք համբերում, հա, եւ չափել չեք ճանաչում, ասենք չափավորություն չունեք, որովհետեւ դուք ուզում եք լավ ապրել, այսպես ուզում եք թագավորի պես ապրել, ինչ ուզենակ ունեն, իսկապես ցուլեր ունեն այսպիսի բնավորություն, ես գիտեմ, շատ սիրում են ճոխ ապրել եւ չեք համբերում, չեք սպասում եւ չափավորություն էլ չունեք, դրա համար էլ ինչ որ աշխատում է, իրականում դուք մեծ գումարներ տեսնում չեք աշխատում, բայց ավելի շատ ծախսում եք, որտեղ շատ լավ եք ուզում ապրել, նախ պետք է դառնաք թագավոր, բաժը չի կարող թագավորի կյանքով ապրել, հարգելիներս, նույնիսկ ասիկ են երիտասարդները, որ շատ տարիքով մեծ էլ չեն, տեսեք, երիտասարդը մի քիչ գումար աշխատում է, հետո գնում թագավորի պես ճոխ ապրում է, այդպես չեք կարող գումար կուտակել։ Դրա համար էլ ամբողջ կյանքում այսպես պայքարելով, իրականում երբևիցե միգուցե չհասնեք ձեր նպատակներին։ Իսկ իրականում կարտերը ինչ են խորհուրդ տալիս։ Ես այստեղ տեսնում եմ բալանսի կարտը, սա ինչ որ տեսնում եմ դուք անում եք, սա մինչև այդ ինչ որ տեսնում եմ ինչ որ դուք անում եք եւ ինչու ձեր նպատակներին չեք հասնում։ Իսկ ես տեսնում եմ այստեղ երկուսը պենտակլի, տեսնում եք շատ պենտակլ, կոպեկներ շատ եմ տեսնում, այսինքն այստեղ ֆինանսների մասին է հաստատ խոսքը։ Ես տեսնում եմ, որ դուք բալանսի մեջ պետք է պահեք, կարտերի խորհուրդ է, որ եթե քիչ եք աշխատում, քիչ պետք է ծախսել, այսինքն պետք է չափավոր ծախսել, չափավոր պետք է նաև զվարճանալ, չափավոր պետք է նաև օգնել, ընկերներին ամեն ինչով հասնել ձեր հաշվին չի կարելի, այսինքն եթե ունենաք մի քիչ օգնել, նորմալ է, շատ լավ է, բայց եթե դուք այնքան էլ չունեք, հազիվ եք բալանսի հասցնում, լրիվ ունեցածը ծախսում եք, նորից գնում եք 0-ից սկսում եք ինչ-որ գործ անել, այ կարտերը հուշում են բալանսի պետք է պահել, պետք է ձեր ունեցածի, չգիտեմ, 20%-ը ծախսեք, 25%-ը մյուս մասը պետք է կամ մի քիչ պետք է ետ գցել, մի քիչ պետք է ներդրում անել, ես չգիտեմ, մի քիչ պետք է պահպանել, լրիվ մինչև վերջ չի կարելի, այլ կարողացեք բալանսի բերել ձեր ծախսերը ձեր եկամուտների հետ, որը դուք մինչև հիմա տեսնում են, որ չեք կարողանում անել։ Ես տեսնում եմ թուրը, այսինքն ինչու մի նոր ճանապարհ կբացվի, միգուցե հաջորդ 2 շաբաթվա ընթացքում պարզեք ձեզ համար, հարգելի ցլեր, թե ինչ պետք է անեք, ինչը պետք է փոխեք, ձեր ներքին ձայնը ձեզ կհուշի։ Ես կարծում եմ դուք շատ ռիսկերել եք դիմում, իսկ իրականում ասում են ռիսկի մի դիմեք, ռիսկային գործերի մեջ մի մտեք։ Բայց եղեք ավելի զգուշ, ձեր ներքին ձայնը ձեզ կհուշի, պետք է լինել այս զգուշ, ռիսկի մի դիմեք, այսինքն մի քիչ ավելի եղեք զգուշ ձեր ֆինանսների հետ, մի քիչ ավելի չափավորեք ձեր ծախսերը, հարգելիներս, բայց համել ասում է շարժվեք առաջ, եթե այս բոլոր խորհուրդներին հետևում եք եւ շարժում եք առաջ, դուք իրականում կարող եք ձեռք բերել, բավականին մեծ ֆինանսական հաջողությունների էլ կարող եք հասնել, բայց եթե մի քիչ աշխատում եք, բաժանում եք, աշխատում եք, ծախսում եք, աշխատում եք, նվիրում եք, դուք չեք կարողանա հասնել։ Ես իրականում տեսնում եմ, որ դուք կարող եք, որտեղ դուք նրանք հատկապես ովքեր շատ աշխատում են ու պայքարում են, ի վերջո իսկապես կարող եք, բայց պետք է միայն լսեք խորհուրդը կարտերի, այսինքն չափավորեք ձեր ծախսերը, փորձեք բերել բալանսի, ավելի քիչ
նվիրել, նվիրատվություններ անել, ես չգիտեմ, ավելի քիչ զվարճանալ, չէ, էլի զվարճացեք։ Կարտերը հուշում էին չափի մեջ։ Եթե շատ գումարներ առայժմ չեք աշխատում, չեք կարող թագավորի պես ապրել, բայց ի վերջո դուք կարող եք հասնել այդ վիճակին։ Այ երբ կհասնեք այդ վիճակին, այդքան գումարներ կվաստակեք, սա կայացած մարդն է, որը ամեն ինչ ինքը իր աշխատանքով կարողացել է կուտակել, հիմա էլ շատ հանգիստ կանգնած է իր փողերն է հաշվում։ Այսպիսի վիճակի դուք կարող եք հասնել, բայց նախ պետք է հասնեք ֆինանսական հաջողության, նոր թագավորի պես ապրեք։ Իսկ դուք ձեր մի քանի կոպեկով ուզում եք թագավորի պես ապրել եւ անդադ աշխատում եք, չարչարվում եք եւ ոչ միտեղ չեք հասնում։ Ես իրականում տեսնում եմ, կարգը ասում է աշխուժություն, նպատակ, ճիշտ նպատակ ունեցեք, աշխատեք ձեր ունեցածը պահպանել, չափավոր ծախսել, դուք անպայման կհասնեք նպատակին, հարգելիներս։ Էլ եմ ասում, բայց եթե լսեք կարտերի խորհուրդը։ Եթե շարունակեք անել ինչ որ անում եք, երազանքը այդպես երազանք էլ կմնա։ Ինչ եմ տեսնում երկրորդ տարբերակում, տեսնում եմ ջահերի ասպետը։ Որոշ ցլեր կան լուրջ նպատակ ունեն, այսպես նպատակասլաց, ոգևորված հաջորդ 2 շաբաթվա ընթացքում ինչ որ ցանկություն ունեն եւ ուզում են, չէ, շատ ոգևորված են, միգուցե երիտասարդ են, սիրահարված են, տեսնենք ինչին է վերաբերում սա։ Ես այստեղ ճիշտ ասած տեսնում եմ անձնական հարցեր։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Ես այստեղ տեսնում եմ թագավոր եւ թագուհի, երկուսն են նույն բաժակ ձեռքին, բաժակի թագավորն ու թագուհին, բայց տեսնում եք խռոված են իրար, թիկունքով են իրար նստած։ Ես այստեղ տեսնում եմ զույգ, գեղեցիկ զույգ են, սազում են իրար, երկուսն էլ էմոցիոնալ, շատ էմոցիոնալ են, երկուսն էլ զգացմունքներ ունեցել են, եթե արդեն չունեն, բայց երկուսն էլ բավարարված չեն իրենց հարաբերություններից։ Ես չեմ կարող ասել ամուսին դավաճանել է կինը, ես կարող եմ ասել երկուսն էլ դժգոհ են։ Ինչ որ բան է անցել, ինչ որ սև կատու է անցել ձեր միջև, հարգելիներս, չեմ կարող ասել, բայց ես տեսնում եմ միջին տարիքի մարդիկ եւ երկուսն էլ էմոցիոնալ են, բաժակ նշանակում է դուք զգացմունքներ ունեցել եք իրար նկատմամբ։ Միգուցե հիմա ունեք, միգուցե չունեք, միգուցե օրինական բաժանվել եք, չեք բաժանվել, կդժվարանամ ասել, բայց ես տեսնում եմ մարդիկ իրարից խռոված են, թիկունքով են իրար նստած։ Բայց շատ սազում են իրար, երկուսն էլ եմ ասում, երկուսն էլ ջրի թագավոր թագուհին է, շատ սազում են իրար, շատ տխուր է։ Ես այստեղ տեսնում եմ ջահերի 3-ը, գիտեք, ընտրություն է կատարել, ինչ-որ մեկ ընտրություն է կատարել, կամ միգուցե կարտեր են հուշում, պետք է ինչ-որ ընտրություն կատարել, պետք է որոշում կայացնել, հարգելիներս։ Ես դատաստանի կարտն եմ տեսնում եւ այստեղ տեսնում եմ 4 թրերի, այսինքն պարկած ոչինչ չեք անում, հիվանդագին, երկուսն շատ ծանր են տանում, կարող եմ ասել, շատ ծանր են տանում, կարտերը հուշում են, որ ձեզնից մեկը, հավանաբար միգուցե տղամարդ է, բայց կդժվարանամ ասել, լինում են դեպքեր, երբ որ իրականում կինը կարող է հարցը լուծել, ձեզնից մեկը իրականում պետք է վերցնի իր ձեռքը հարցը լուծելու խնդիրը, այսինքն մեկն ու մեկը պետք է այսպես ոգևորված փորձի հարցը լուծել, որտեղ ես տեսնում եմ, որ իրականում երկուսն էլ հասկանում են, որ որոշում պետք է կայացնեն, այսպես ճանապարհի մեջտեղում հասել են, ընտրություն պետք է կատարել, ուզում են մնալ իրար հետ, թե հեռանում են իրարից, անկախ նրանից ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, հարգելիներս։ Ես այստեղ տեսնում դատաստանի կարտը, ձեր անցյալը, պետք է դուք ձեր անցյալով դատեք իրար, ձեր մեջ եւ զգացմունքներ են եղել եւ հիասթափություններ։ Ես բարդ կարտեր անկեղծ ասած չեմ տեսնում, ես չեմ կարող ասել պատճառը ինչու՞ն է, կարտեր ինձ ցույց չեն տալիս, բայց տեսնում եմ երկուսն էլ հիվանդագին եք տանում։ Երկուսն էլ սիրել եք իրար, միգուցե դեռ զգացմունքներ ունեք, ես տեսնում եմ, որ դուք շատ ծանր եք տանում։ Մեկն ու մեկը ձեզնից պետք է որոշումը վերցնի իր ձեռքը եւ մեկն ու մեկը ձեզնից պետք է մյուսի հետ խոսի եւ փորձի հարցը լուծել։ Իսկ ես տեսնում եմ հաջորդիվ աշխարհի կարտը, հարգելիներս, ձեր շանս կա։ Անպայման շանս կա, որ դուք կարողանաք հաշտվել եւ նորից լինել իրար հետ։ Ես չեմ կարող ասել ինչ տարբերակով ինչ պետք է անեք, ինչ որոշում պետք է կայացնեք։ Կարող է ժամանակավոր իրարից միգուցե հեռանաք, փորձեք հասկանալ, եթե սիրում եք նորից վերադառնաք, եթե չէ թողեք ամեն մարդ գնա իր ճանապարհով, բայց ես տեսնում եմ, որ դուք հաշտվելու ճանապարհ ունեք, այսինքն տարբերակ ձեզ կյանքը կտա։ Նոր դռներ կբացվեն ձեզ համար։ Պարզապես ձեզնից մեկն ու մեկը պետք է առաջին քայլ անի։ Որ մեկը ընդհանրապես ով սխալ է թույլ տվել, նա էլ պետք է լինի, որովհետև ես իսկապես չեմ կարող ասել ինչ է եղել։ Հենց սկզբից տեսնում նեղվել են։ Շատ գեղեցիկ զույգ են, շատ ցավալի։ Այ դուք պետք է լինեք այ այսպես, հարգելիներս։ Կյանքը ձեզ հնարավորություն կտա,
հաշտվեք, գնացեք ճամփորդեք միասին, գնացեք դուրս եկեք մի փոքր փորձեք իրար հետ լինել, պարզապես լինել մենակ եւ շտկել ձեր հարաբերությունները։ Ես հաջողություն եմ ցանկանում, եթե կան այսպիսի զույգեր։ Ես գիտեք, երկուսն էլ նեղված են իրարից, չեմ կարող ասել ինչ է եղել, բայց ոչ մեկը չեմ կարող ասել ով է ում ինչում նեղացրել։ Երկուսն էլ միգուցե սառել են ձեր հարաբերությունը ինչ-որ ժամանակ, գնացեք ճամփորդելու, ինչ-որ մի բան արեք միասին, գնացեք ինչ-որ միտեղ, փորձեք հաշտվել, ով նեղացրել է, եթե նեղացրել է ինչ-որ մեկը։ Եթե չեք էլ նեղացրել, առաջինը ինչ-որ մեկը պետք է քայլի, տղամարդ եմ տեսնում, բայց նշանակություն չունի։ Ամեն դեպքում առաջին քայլը արեք, մեկն ու մեկը, դե ես ցլերի համար եմ տեսնում, ուրեմն ցուլը պետք է անի այդ առաջի քայլը, անկախ նրանից թե ձեր զույգը ով է, դուք կին եք, թե տղամարդ եք։ Տարբերակ կար հաշտվելու հարգելիներս։ Այսա տեսնում եմ ցլին շատ բնորոշ տղամարդ եմ տեսնում, սա բաժակների 9-ն է, մարդը աշխատում է, զվարճանում է, բաժակը ձեռքին, նաև կիսվում է ընկերների հետ, շրջապատ ունի, շատ լավ է զգում, սա այսպես բավականին փորձված մարդ է։ Մարդը կարող է լինել փորձված աշխատանքում, ֆինանսներում, նաև կանանց հարցերում։ Ամեն դեպքում տեսնում շատ ինքնաբավ, իրենից գոհ, իր կյանքի փորձից գոհ։ Մարդը գրեթե անհաջողություններ չի ունեցել, շատ հաջողակ մարդ եմ տեսնում։ Տեսնենք ով է այս հաջողակ տղամարդը։ Էլ կարդ չմնաց երևի, բոլոր կարտերը հանեցի։ Բավականին բարդ իրավիճակներ եմ տեսնում, հարգելի ցլեր, տեսնենք ինչ եմ ես այստեղ տեսնում ձեզ համար։ Տեսնում եմ թրերի 4-ը, տեսնում եմ թրերի թագուհին, տեսնում եմ կառքը եւ տեսնում եմ կոտրված սիրտ։ Ես կարող եմ ասել, մեր փորձված տղամարդն իրականում բավականին ակտիվ է, բավականին աշխուժ է, բավականին միգուցե հրապուրիչ է, գեղեցիկ հետաքրքիր տղամարդ է եւ բավականին սրտեր է կոտրել իր ճանապարհին, բավականին։ Բայց ես կարող եմ ասել, որ գիտեք, սկզբում երևի մի կին կոտրել է ձեր սիրտը։ Ես այստեղ տեսնում եմ հիվանդ տղամարդ, որը ինչ որ մի կնոջից նեղվել է, ինչպես է սկսել է ձեր այս կյանքի ուղին ճանապարհ անձնական հարաբերությունների մասին այստեղ խոսքը ես տեսնում եմ։ Ես տեսնում եմ տղամարդը երևի սիրահարված է եղել ինչ-որ կնոջ, որն իրականում մերժել է իրեն եւ ինքը շատ հիվանդագին է տարել։ Սա եղել է երևի կյանքի առաջի փորձը, առաջին անգամ ինչ-որ կնոջ հետ բավականին լուրջ խնդիր է առաջացել, կինը վիրավորել է տղամարդուն ինչ-որ ձևով, միգուցե մերժելով պարզապես, կամ ընտրել է մեկ ուրիշին, այսպես թրով կտրել, շատ պրակտիկ մտածված, դուք փող չունես, ես արուստ եմ ուզում ամուսնանալ, կամ չգիտեմ, դու լավ մեքենա չունես, ես սրա։ Մի խոսքով աղջիկը ընտրությունը կատարել է եւ մերժել է ցլին եւ փորձված տղամարդուն, որ այն ժամանակ դեռ նոր երիտասարդ է եղել եւ տեսնում եմ, որ տղամարդը դրանից շատ նեղվել է, շատ հիվանդագին է տարել։ Իսկ դրանից հետո փոխել է տատի եւ որոշել է երևի կանանցից վրեժ լուծել, որտեղ տեսնում եմ այսպես կարգով, հա, ինքը զինվորականի պես կարգով որոշել է գնացել է ճանապարհ եւ դրանից հետո սկսել է ինքը սրտեր կոտրել։ Իրականում վրեժ է լուծել։ Ես այդպես եմ տեսնում կարտերով, հարգելիներս, շատ ցավալի է, բայց այդպես է։ Այսպես թրի տզով ամեն անգամ գնում է ինչ-որ մեկի սիրտը գրավում է եւ դրանից հետո աշտարակը քանդվում է։ Այսինքն վրեժ է լուծում, նորից եմ ասում։ Իր ճանապարհին շատ են հանդիպել նաև շատ երասկոտ աղջիկներ, շատ այսպես ռոմանտիկ, երասկոտ, միգուցե եւ փորձել է, մեկ-մեկ որոշել է, որ միգուցե արդեն սա այդ աղջիկն է, փորձել է, բայց չի ստացվել։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ինչքան էլ փորձել է, չի ստացվել։ Էլի տղամարդը թողել է գնացել է։ Ես տեսնում եմ բավականին փորձ ունի։ Նորից էլի հարաբերություններ ես տեսնում եմ, որ շատ անգամներ է ունեցել։ Չէ, փորձել է, ինքը փորձել է արել է նաև ինչ-որ մեկի սիրել, պարզապես չի կարողացել սիրել։ Երևի այդ երիտասարդ տարիքի ցավը երկար ժամանակ մնացել է։ Տեսնում եմ հաջորդիվ թագավորը բաժակների բաժակը ձեռքին, գիտեք, մարդը էմոցիոնալ առումով երբեք մենակ չի եղել, բայց եղել է դժգոհ, որտեղ կանայք եղել են,
սեր եղել է հարաբերություններ, սեր նկատի չունեմ, սեր հարաբերություններ եղել են, ինքը ունեցել է հարաբերություններ, շատ լավ է զգացել, հա, իրեն, կյանքի փորձել ունի, բայց մարդը ներքուստ երբեք բավարարված չի եղել, որովհետև վերջապես մարդը սիրել է, սեր է կորցրել, ինչ որ մեկին սիրել է, իրեն չեն սիրել, երևի ինքը ուզում է սիրել։ Եվ ես տեսնում եմ, որ ինչ էլ որ ինքը ունի, ամեն դեպքում իր այս բոլոր բաժակներից, բոլոր կանանցից էլ լավ ժամանակ անցկացրել է, բայց միևնույն ժամանակ բավարարված երբեք չի եղել, որտեվ չի կարողացել ոչ մեկին սիրել։ Նաև տեսնում այստեղ եւս կայսր եմ տեսնում։ Այո, ինքը այսպես փորձել է, կարող եմ ասել, փորձել է, բայց սիրել չի կարողացել։ Գիտեք, բայց ես տեսնում եմ, որ ի վերջո հնարավոր է, ինչ որ մի ժամանակ ձեր կյանք կգա այս գեղեցիկ հետաքրքիր կինը, որ կկարողանա ձեր մեջ սեր առաջացնել։ Ես առայժմ չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ դուք շատ էլ գոհ եք ձեզնից, ցույց չեք տալիս, որ ներքուստ միգուցե անբավարարված եք, որտեղ ներքուստ դուք հասկանում եք, որ այս բոլոր զվարճանալը շատ լավ է, բայց իրականում դուք ուզեիք սիրել։ Միգուցե պետք է ձեր անցյալը թողնեք գնա, հարգելներս։ Միգուցե պետք է անցյալը թողեք, ինչ որ եղել է, չի կարելի ոչ մեկից վրեժ լուծել դրա համար։ Ձեր այս ագրեսիվությունը, լծվածությունը, բոլոր կանայք այսպիսին են, այնպիսին են, դա իրականում պետք է թողեք որ գնա, որտեվ իրականում կա տարբերակ, բայց մինչև չփոխեք ձեր վերաբերմունքը, ձեր կյանք նոր կին չի կարող գալ։ Իսկ ես տեսնում եմ, որ իրականում կարող է, հնարավոր է ձեր կյանք գա նոր կին, բայց ձեր մոտեցումն է պետք փոխեք։ Առայժմ ես տեսնում եք, որ այս ձեր շատ ցոփ կյանքը ձեզ ոչ միտեղ չի հասցնում։ Ես էլ եմ ասում, էմոցիոնալ առումով ես տեսնում եմ, որ դուք այնքան էլ գոհ չեք։ Եթե ցույցել չեք տալիս, կարող եք նույնիսկ նստել ու գլուխ կովել ամենտեղ ձեր հաջողություններով, դա պարզապես ցուցադրական է։ Ներքուստ ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ձեզ ինչ-որ բան պակասում է։ Ձեզ պակասում է կին, որը ձեզ կսիրի։ Կարող են կանայք գալ, զվարճանալ, ձեզ հետ անցնել գնալ, բայց իրականում դուք ուզում եք ինչ-որ մեկին սիրել։ Հնարավոր է, ձեր ցոփ կյանքը պետք է թողնեք, որպեսզի հետաքրքիր կին գա ձեր կյանք։ Առայժմ չեմ տեսնում, ապագայում հնարավոր է։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը երկօրյակներին, հաջորդ 2 շաբաթվա համար։ Ինչ է կարևոր լսել, իմանալ երկօրյակներին։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Ինչ կհուշեն կարտերը երկօրյակներին։ Ընտրենք 3 տարբերակ ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հաղորդելու։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։ Ես տեսնում եմ 7 ջահերի, տեսնում եմ պայքարող մարդ, որը չի հանձնվում։ Ինչ որ նպատակ ունեն որոշ երկօրյակներ, կարող են անձնական հարցերում, իրենց կյանքն են ուզում կառուցել, կարող է ֆինանսական հաջողություն են ուզում, կարող է աշխատանք են փնտրում, կարիերայում են փորձում ինչ որ հաջողությունների հասնել։ Ես տեսնում եմ, որ բավականին անգամներ են փորձել եւ ամեն անգամ չէ որ հաջողվել է, բայց իրենք չեն հանձնվում։ Իրենք մինչեւ վերջ ամուր կանգնած են իրենց ոտքերի եւ վստահ են, որ մինչեւ վերջ պետք է պայքարել իրենց նպատակին հասնելու համար։ Դուք ամեն մեկը հարգելի երկօրյակներ ինքնահետքրոխեք ընկնեք ինչի մասին է խոսքը։ Ինչ որ նպատակի համար պայքարում են երկօրյակները եւ չեն հանձնվում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ անձնական հարաբերություններ եմ տեսնում։ Անձնական հարաբերություններ։ Չեմ կարող ասել, այստեղ ընտանիք են, ամուսնացած են, զույգ են, չեմ կարող ասել, ում ինչպես վերաբերում է, այդպես էլ կարող եք ձեզ վերագրել։ Ես այստեղ տեսնում եմ Պենտակլի ասպետը։ Սա ամենադանդաղ ասպետն է։ Ինքը կարծես հաջողակ է, բայց շատ դանդաղ է շարժվում տեղից։ Ես չեմ կարող ասել ում հետ են ձեր հարաբերությունները, բայց շատ դանդաղ են սկսվել հարաբերությունները, իսկ հետո կարծես թե հակառակը, բավականին պրոբլեմատիկ են եղել եւ շատ
տանջել են ձեզ, ես չեմ կարող ասել, ես ինչ աղջիկ եմ տեսնում, այստեղ ուժեղ աղջիկ եմ տեսնում եմ, որ միգուցե ուզում եք ընտանիք կազմել, ուզում եք ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, բայց մի տեսակ չէր ստացվում, կարող եմ ասել, երևի աղջկա հետ էր կապած խնդիրը։ Ես ճիշտ ասած աղջիկներ չեմ տեսնում, անկեղծ ասած։ Ես այս տղամարդու հետ եմ տեսնում, տղամարդիկ եմ տեսնում, տղամարդու հետ է կապած, ինչ խնդիր ունի ընտանիքում, թե ուզում է ամուսնանալ, չի ստացվում իր անձնական կյանքը, ինչ-որ քայլ առ քայլ փորձում է մոտենալ, անձնական կյանքը պետք է որ կառուցվի, չի կառուցվում, նորից էլի հիասթափված, նորից էլի երգը չի տեսնում, այստեղ խոսված է բոլոր կողմերից, տեսնում եք, մարդը էլ չգիտի ինքը ինչ անել, չգիտի, ուղղակի ուժերը չեն բավարարում, տեսնում եք, մարդը ուզում է ընտանիք կառուցել, ամուսնանալ, ընտանիք ունենալ, զույգ ունենալ, պարգարում է դրա համար, ոչինչ չի ստացվում եւ հետո էլ որոշում է ոչինչ չանել, որտեւ արդեն չգիտի ինչ անել։ Բայց մեկ-մեկ նոր շարունակում է նորից պայքարել, չի հանձնվում, մարդը ուզում է իր անձնական կյանքը կառուցել, ես այդպես կարող եմ ասել։ Գիտեք, ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելի երկորյակներ, որպես ձեզ խորհուրդ, այս բոլորը ես տեսնում եմ ինչ որ եղել է, տեսնում եմ, որ արդեն վերջերս դուք բավականին հոգնել եք, երբեմն արդեն չգիտեք էլ թե ինչ անել, այս կախված վիճակը անգործություն է, դա է նշանակում, դուք ուզում եք, շատ եք ուզում եւ չեք դադարելու փնտրելուց, փորձելու կառուցել ձեր կյանքը, չեք դադարելու, ուղղակի չգիտեք արդեն ինչ անել։ Գիտեք, կարտերը ինձ այսպեսի հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ինչ եմ հասկանում ես այստեղ, հրաշագործ եմ տեսնում նոստալգիայի կարտը եւ տեսնում այստեղ գեղեցիկ երջանկության 10 բաժակների։ Կարող եմ ասել, որ հրաշքներ տեղի չեն ունենալու, հարգելներս։ Հրաշք չի լինելու։ Դուք ինքներդ պետք է կառուցեք ձեր ընտանիքը, ձեր կյանքը, ես չգիտեմ ինչ եք անում, ինչն է սխալ ստացվում։ Գիտեք, կարտերը հուշում են ետ նայեք, ձեր անցյալում ինչ է եղել, ով է, միգուցե ինչ-որ մեկին դուք ճանաչում եք եւ այդ ինչ-որ մեկը ձեր նկատմամբ զգացմունքներ ունի, բայց դուք տեղյակ չեք։ Եվ դա իրականում կարող է շատ ճիշտ մարդ լինել, որպեսզի նրա հետ կարողացանք այսպես գեղեցիկ ընտանիք կառուցել։ Միգուցե ինչ-որ մեկի հետ ընկերություն եք արել։ Սա կարող է վերաբերվել ընդ որում եւ կանանց եւ տղամարդկանց։ Այսինքն աղջիկները, չգիտեմ, փորձում են անձնական կյանքը, ոչ մեկի հետ չի ստացվում, ես տղամարդիկ եմ շատ տեսնում, բայց աղջիկներին էլ կարող է վերաբերել։ Բայց իրականում ես նոստալգիայի կարտը պատահական չեմ տեսնում, նաեւ հրաշագործի, այսինքն հրաշագործը ասում է, տեսեք, հրաշագործը այլ կողմ է նայում։ Իսկ այսինքն բոլորը այլ կողմ են։ Հրաշք չի լինելու, ինստինկտիան էլ ոչինչ չի լինելու, բայց նայեք ձեր անցյալ, ինչ եք արել անցյալում, ինչ-որ մի բան միգուցե աշխատել է, միգուցե մանկության ընկերուի, ծանոթ, ինչ-որ մեկը կա, ես կարտերն են հուշում, ես չեմ ասում, ես չգիտեմ էլ անգամ ինչի մասին է խոսքը, ով կլինի այդ մեկը, ինչ-որ մեկի հետ սովորել եք, ուսանող եք եղել, հարևան եք եղել, ինչ-որ մեկը կա, որի հետ դուք շատ լավ զույգ կարող եք լինել, կարող եմ ասել, որ դուք ձեր կողքը չեք տեսնում ձեր շրջապատում ինչ կա, այլ իրականում փնտրում եք սխալ տեղ։ Որտեւ իրականում ձեզ համար նախատեսված է, դուք կարող եք գտնել ինչ-որ մեկին, որը ձեզ շատ հոգեհարազատ է, որի հետ շատ լավ ժամանակներ եք անցկացրել, որին դուք իրականում շատ լավ ճանաչում եք, ուղղակի որպես զույգ պոտենցիալ չեք նայել երբեք։ Այ կարտերը հուշում են ձեր շուրջ 4 կողմը նայեք, դուք սխալ տեղ սխալ բան եք փնտրում։ Մի քիչ փորձեք նայել անցյալ, ում հետ ինչպես ընկերական լավ ջերմ հարաբերությունների մեջ եք եղել։ Տեսնում եք, աղջիկ ու տղա եմ տեսնում։ Անցյալում ինչ-որ մեկը անցյալից կարող է գալ ձեր կյանք, կամ միգուցե կարտերը հուշում են, որ կարող է այսպես շատ պատահաբար, հա, թե դուք արդեն էլ հանձնվել եք, էլ ոչինչ երևի չեք ուզում անել, չեք դադարում ցանկանալուց, այ պայքար, ասինքն դուք չեք դադարում ցանկանալ, դուք սպասում եք ինչ-որ բան լինի։ Մյուս կողմից կարող է կարտերը հուշում են հրաշքով, այսպես անսպասելի ձեզ համար, դուք չեք էլ սպասում, դուք այսպես կախված ոչինչ չեք անում, որտեվ արդեն էլ չգիտեք ինչ անել, շատ պատահաբար անցյալից կարող է գալ ինչ-որ մեկը եւ դառնալ ձեզ հետաքրքիր զույգ։ Մեկը, որին դուք ճանաչել եք, կարող է պատահաբար գալ։ Այդպես էլ կարող է լինել հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Շատ հետաքրքիր կարտեր է տեսնում։ Հույս ունեմ այդպես էլ լինի հարգելիներս եւ ձեր անձնական հարցերը իրականում կարգավորվեն։ Ինչ եմ տեսնում հաջորդիվ, միշտ տարբերակի համար տեսնում եմ ջահերի թագուհին։ Իհարկե սակարակի նշանն է, բոլորովին երկորյակի նշան չէ։ Սա տեսնում եմ շատ ամբիցիոզ կին, շատ էգոիստ, եսակենտրոն, ինքը շատ վստահ է իր վրա, ինքը իր հմայքով միշտ էլ կկարողանա սրտեր գրավել, իր նպատակներին կկարողանա հասնել։ Տեսնենք, ինչ են ասում կարտերն այս թագուհու մասին, երկորյակն է այս թագուհին, թե երկորյակի ընկերուհին է այս թագուհին, տեսնենք։
Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Գիտեք, մեր թագուհին, այսպես որ ինքը իրեն երևակայում էր կամ պարզում էր, որ ինքը շատ այսպես մեծ ամբիցիաներ ունի, ինքը կարող է իր նպատակներին հասնել, իրականում ես տեսնում եմ ինքը հավանաբար կհասնի, հարգելիներս, ես հաղթանակի կարտ եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ ինչ-որ դժվարություններ են եղել, մինչև փորձեմ հասկանալ այս թագուհին ով է, կամ երկորյակի ընկերուհին է, կինն է, չեմ կարող ասել, ընկերուհի եմ տեսնում, իրականում դեռ տեսնում եմ աստղեր, այսինքն դեռ սա ամուսնացած զույգ չեմ տեսնում, ճիշտն ասած։ Երևի թե ամուսնացած չեն, դեռ միգուցե պարզապես զույգ են, բայց այստեղ անձնական հարաբերությունների մասին է խոսքը։ Ես տեսնում եմ այստեղ բավականին պայքար է եղել, չեմ կարող ասել պայքարը ում մեջ ինչի համար է, բայց տեսնում եմ մարդը բավականին հոգնած վիճակում է, բայց իրականում կհաղթի, եթե դուք պայքարում եք ձեր հարաբերությունների համար, հարգելին, ես տեսնում հաղթանակի կարտը, եւ տեսնում եմ արև, շատ լավ կլինի։ Տեսնենք ով ում հետ է այստեղ պայքարում։ Գիտեք, ես երևի երկորակ կանանց համար եմ տեսնում, կամ կնոջ երկուսն էլ կարող է լինել իմիջիալոց, եւ կանայք կարող է լինել եւ տղամարդը, ինչ որ տղամարդը, միգուցե ինչ որ երկորակ տղամարդը, եթե կա այսպիսի մի թագուհի, այսպիսի մի կին, կրակի նշան, խոյ, առյուծ, աղեղնավոր, այսինքն եթե դուք այսպիսի մի կնոջ եք սիրահարված եւ շատ այսպես դժվար հասանելի կին է, կարող եմ ասել, ինքը շատ դժվար հասանելի կին է, որտեղ ինքը գիտի ինչ է ուզում եւ ինքը շատ սիրում է ճոխություն, շատ սիրում է, չգիտեմ, ուշադրության կենտրոնում լինել, ինքը շատ մեծ պահանջներ ունի, այսպես կարող եմ ասել։ Եթե երկորակը այսպիսի կնոջ է սիրահարվել, բավականին չարչարվելու եք հարգելի երկորյակներ, մինչև կարողանաք այսպիսի կնոջ սիրտը գրավել, բայց ես տեսնում եմ հաղթանակի կարտ եւ տեսնում եմ, որ դուք իրականում կկարողանաք եւ իրականում երբ որ կարողանանք, իրականում շատ գեղեցիկ էլ կլինեն հարաբերությունները, ինքը ձեզ իրականում կսիրի, փոխադարձ կլինի, ձեզ ահագին համբերություն է պետք, եղեք համբերատար, այդ կնոջը գրավելը դժվար չի լինելու, այսպես քայլ առ քայլ, երեքն եմ տեսնում կոպեկների, այսինքն քայլ առ քայլ պետք է հասնեք ձեր նպատակին, ես իրականում տեսնում եմ, որ դուք կհասնեք եւ իրականում այդ կինը, այս որ դա շատ այսպես պրակտիկ, շատ թագուհի էլի եւ թագուհի տեսնում, այսինքն դուք իրականում կկարողանաք իրեն կամքը կկարողանաք իրեն սիրահարացնել, այդպես կարող եմ ասել, կկարողանաք, դուք ձեր նպատակից, սա այդ նպատակի կարտ է, կկարողանաք, պարզապես մի քիչ զգույշ պետք է լինել, քայլ առ քայլ պետք է մոտենալ, միանգամից շատ ագրեսիվ չլինել, որտեղ ինքը շատ այսպես բավականին կարող եմ ասել, ամբիցիաներ ունի, մեծ ցանկություններ ունի, հա, շատ այսպես ինքը իրեն բարձր է դասում, ես էլի եմ ասում, եթե դուք իսկապես ձգտում եք ունեք, ես տեսնում եմ հաղթանակ, դուք անպայման կկարողանաք, պարզապես շատ զգուշությամբ, եղեք շատ համբերատար, քայլ առ քայլ, մինչև կարողանաք հասկանալ այս կնոջը ինչպես կարելի է հասնել, իսկ ես տեսնում եմ, որ դուք ձեր ցանկություններին կհասնեք, սա տեսնում եմ պաժը, սա էլ տեսնում եմ երազանքները։ Հնարավոր է հարգելիներս, если այդպիսի կին կա երկորյակի կյանքում, ապա դուք իրականում ձեր նպատակներին կհասնեք։ Հարգելի երկորյակ տղամարդիկ, իսկ եթե տղամարդու համար չեմ նայում, կնոջ համար եմ նայում։ Ես տեսնում եմ, որ այս կինը երկորյակը, չնայած որ սա իր նշանը չէ, իրականում ես այստեղ տեսնում եմ այս թրերի թագուհին, որ իրականում սա է հենց երկորյակների նշանը, օդի նշան են երկորյակները, բայց դուք չգիտես ինչու, մի տեսակ այսպես ինչ որ մեկը, մի տղամարդ փորձում է ձեզ գրել, հարգելի աղջիկներ, երկորյակներ, դուք այսպես ոչ ձեզ յուրահատուկ ձևով եք պահում, ինչ որ մի տեսակ շատ մեծամիտ եք պահում ձեզ միգուցե շատ ցավալի է, բայց ես ասում եմ ինչ որ տեսնում եմ հարգելիներս, այսպես մի տեսակ կրակի նշանի պես եք ձեզ պահում, շատ մեծ պահանջներ ունեք, շատ մեծ ակնկալիքներ, այսինքն ձեր կողմից դուք ոչինչ չեք առաջարկում, ոչինչ բանով չեք օգնում հակառակ տղամարդուն, հակառակ սեռին, բայց միևնույն ժամանակ սպասում եք, որ ինքը պետք է գա եւ ձեզ գրավի։ Ինչ որ սխալ դիրքով եք դուք ձեզ սխալ ձևով եք ձեզ պահում։ Տղամարդն իրականում փորձեր անում է, իրականում խեղճը փորձեր անում է, չարչարվում է եւ տեսնում եմ, որ իրականում ինքը կկարողանա հասնել։ Բայց ինքը կարողանա հասնել շատ էլ համբերատար կնի, լավ հարաբերություններ կարող են լինել։ Ես զարմանում եմ ինչու եք այսպես խեղճին տանջում, բայց ես տեսնում եմ, որ ժամանակի ընթացքում տղամարդը կկարողանա ձեզ հրապուրել եւ դուք իրականում այք վերադառնաք ինքներդ ձեզ։ Էլ արդեն ոնց ասեմ, երբ որ սկսեք մարդուն հավանել, արդեն կլինեք ձեզ հավատարիմ, էլ այդպես մեծ ամբիցիաները կդնեք մի կողմ։ Մի խոսքով ձեր սառույցը կհալչի հարգելիներս եւ դուք ձեր երազանքներին կհասնեք։ Բավականին լավ երիտասարդ է, դուք էլ տեսնում եմ սեր եք ուզում, ես տեսնում եմ հաջողություն։ Երկու տարբերակով էլ դուք եք ձեզ այսպես պահում երկորյակ կանայք, թե տղամարդիկ են այսպիսի կանանց հավանում։ Ես տեսնում եմ հարգելի երկորյակներ, որ համբերատար եթե լինեք, իրականում կկարողանաք
ձեր նպատակին հասնել, նույնիսկ 2 շաբաթվա մեջ, պարզապես քայլ առ քայլ, միշտ ապեք։ Ինչ եմ տեսնում երրորդ տարբերակի համար, տեսնում եմ ասպետը բաժակը ձեռքին, սա ինչ-որ նոր առաջարկություն է, ես չգիտեմ, ինչ-որ նոր շանս է գալիս ձեր կյանք, ինչ-որ մի նոր հնարավորություն, ինչ-որ մի նոր առաջարկություն կամ ինչ-որ մի նոր գաղափար ունեք դուք։ Կարող է կյանքը, կարող է շանսը, կարող է ինչ-որ մեկն է ձեզ ինչ-որ բան առաջարկում, այսա ինչ-որ մի նորություն է, նոր ցանկություններ ունեք, ինչ-որ մի նոր ձեռքբերումների համար, տեսնենք, ով է մեր բաժակների ասպետը։ Ես շատ երկար չեմ ուզենա խոսել այստեղ, հարգելիներս, ես տեսնում եմ ինչ-որ ցանկություն ունեք, նպատակ, կոնկրետ նպատակ ունեն որոշ երկրորդներ, աղջիկ, տղա, տղամարդ ոչ մի նշանակություն չունի։ Դուք շատ հավատում եք, ես հավատացյալի կարտն եմ տեսնում եկեղեցականի, այսինքն դուք շատ հավատում եք, որ իսկապես այս նպատակին պետք է հասնեք, շատ եք ուզում համենայն դեպս, եւ տեսնում եմ, որ շատ էլ ագրեսիվ եք տրամադրված, ոչ մի ձևով չեք ուզում հրաժարվել ձեր մտքից, շատ այսպես ոգևորված, էմոցիոնալ եք։ Ինչ նպատակ է, ֆինանսների հետ է կապված, անձնական հարցերի հետ է թե կարիերայի, աշխատանքի, ճանապարհի հետ, ինչ հարցեր ուզում է լինի, ես տեսնում եմ նպատակ, աստղով, երազանք, ցանկություն, բայց չեմ տեսնում դա ինչին է վերաբերում։ Ես տեսնում եմ ձեզ կյանքը շանս կտա, իրականում բոլոր երկրորդներ, ովքեր այսպիսի ցանկություն, ինչ որ ցանկություն ունեն, ձեզ է վերաբերում։ Ես չեմ կարող բոլոր օրինակները բերել, հարգելիներս, ինչ որ նպատակ ունեք, շատ եք ուզում որ լինի, իսկապես հավատում եք, որ դա կլինի ձեզ համար շատ ճիշտ տարբերակ, պայքարում եք դրա համար, ձեզ կտրվի շանս, հնարավորություն, եւ դուք ձեր նպատակին կկարողանաք հասնել, հարգենք, աշխարհի կարգն եմ տեսնում, շանսը, նոր этап կսկսվի ձեր կյանքում։ Հավատացեք ձեր նպատակին, շարունակեք պայքարել դրա համար, արեք ինչ որ անում եք, ինչ որ պետք է անել ձեր նպատակին հասնելու համար, իրականում ձեզ շանս կտրվի։ Կա չէ՞ մարդիկ երբեմն ինչ որ բան եք ուզում անել, ինչ որ նպատակի համար, ինչ ուզում եք անել, չի ստացվում։ Իսկ ձեզ հակառակը կբացվի։ Ես երկու հաջող կարտ եմ տեսնում։ Նախ սա, որ ձեզ իրականում շանս կտրվի, դուք շանս կունենաք նպատակին հասնելու, իսկ աշխարհի կարտը ապացուցում է դա իրականում նոր этап կսկսվի, երբ որ ձեր նպատակին հասնեք։ Շատ լավ նպատակ ունեք, շատ դրական եւ շատ հաջող։ Եթե գնում եք աշխարհ ճամփորդելու դռները կբացվեն ձեզ համար, երազում եք ձեր, չգիտեմ, սիրած երկիրը գնալ, առաջարկը միգուցե կստացվի, ձեզ վիզա կարողանան դասավորել կամ կարող եք տուր վերցնել գնալ աշխարհը, կարող եք գնալ աշխարհ տեսնել, դռներ են բացում կամ ինչ ցանկացած այլ ցանկություն ունեք, նպատակ ունեք, ես տեսնում եմ, որ իրականում ինչ որ մի նպատակ ունեք, ձեզ կտրվի շանս, կկարողանաք ձեր նպատակին հասնել, հարգելի երկրորդներ։ Դուք ինքներդ կարող եք իմանալ ինչին է դա վերաբերում։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը խեցգետիններին։ Օգոստոսի առաջին 2 շաբաթվա համար ինչ խորհուրդ կտան, ինչ կհուշեն կարտերը։ Ես ոչ մի թեմա չեմ ընտրել, հարգելիներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Կընտրեմ 3 տարբերակ, ում որը կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը ձեզ, հարգելի խեցգետիններ։ Ես տեսնում եմ 8 ջահերի, սա արագության եւ աշխուժության կարտն է։ Որոշ խեցգետինների կյանքում ինչ որ բան կսկսի տեղից շարժվել։ Ինչ որ շատ, այսպես ասեմ, դուք էլ շատ էներգիայով լեցուն կլինեք, ինչ որ մի բան, որ կանգնած էր, չէր շարժվում, չէր ստացվում, չէր լինում, փորձում եք շատ անգամներ, տեսնում եք, բոլոր ջահերը, վերջապես ինչ որ մի բան կսկսի շարժվել, ինչ որ մի քայլ առաջ, ինչ որ նպատակ ունեք, ցանկություն ունեք, չէր ստացվում, ես տեսնում եմ, որ կարող է եւ ստացվել։ Սա արագության կարտն է, ամեն դեպքում բավականին աշխուժ ժամանակ է սպասում ձեզ որոշ խեցգետինների համար հաջորդ 2 շաբաթվա ընթացքում։ Սա ինչին է վերաբերում, ես կդժվարանամ առայժմ ասել։ Աշխատանք, ֆինանսներ, անձնական հարցեր, տեսնենք։
Շտարնակ կարտեր եմ տեսնում արկելի խեցգետիններ։ Հավականին տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Շատ կարտեր հանեցի, չեմ ուզում շատ երկար բարակ խոսել, բայց ասեմ ընդհանուր առմամբ ինչ եմ տեսնում։ Ես ասում եի աշխուժություն կլինի, ինչ որ շարժ կլինի։ Մի բան, որ կանգնել էր տեղից չէր շարժվում, իրականում կսկսի շարժվել, այդպես սկսեցի ասել, եթե հիշում եք։ Ես այստեղ տեսնում եմ պենտակլի 9-ը, տեսնում եմ կառքը, տեսնում եմ 4 բաժակների եւ տեսնում եմ պենտակլի 5-ը։ Գիտեք, ես սա ինչպես եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ աղջիկ կանգնած է, բավականին հաջողությունների հասել է իր կյանքում։ Բայց ավելի շատ նպատակներ ուներ, կարծես շատ մոտ էր, իրեն թվում էր, որ ինքը իր վերջնական նպատակներին շատ մոտ էր, այսինքն մի քայլ էր մնացել, եւ այսպես կարգով պետք է շարժվեր առաջ նպատակին վերջնականապես նպատակներին հասնելու, որտեղ վերջին նպատակը երևի 10-ն էր արդեն, այսինքն 10-ը, որը մեկից արդեն հասնում ես նպատակիդ, այնտեղից նոր էտապ է սկսում կյանքում, այսինքն եթե անձնական հարաբերություններին է վերաբերում, իսկ ինձ թվում է, որ անձնական հարաբերություններին է այստեղ վերաբերում։ Անձնական հարաբերություններին է վերաբերում, հարգելիներս։ Ես կարող եմ ասել, որ աղջիկը ինչ որ կարող էր իրենից արել, ներդրում անել հարաբերություններում արել էր, 9 է, դա արդեն դրանից ավել ինքը չէր կարող անել, դրանից հետո պետք է этаպը փոխվեր եւ այսպես կարծես թե ոգևորված շարժում էր զույգը առաջ, բայց հանկարծ ինչ որ բան փոխվում է, ես չգիտեմ այստեղ ինչ է, ընտրության կարտ եմ տեսնում, ինչ որ բան է առաջարկում, որ այսինքն ինչ որ բան փոխվում է ձեր հարաբերություններում եւ այստեղ տեսնում եմ երկու տխուր մարդ են նստած։ Կողմերից մեկը հանկարծ հասկանում է, որ սա ինչ է, ինչ որ ինքն ուզում է, իրականում ես չգիտեմ, տղա եմ տեսնում տխուր նստած։ Միգուցե կողմերից մեկը ինչ որ կասկածներ ունի, անհանգստություններ ունի, վստահ չէ։ Գիտեք, այսպես կարգը տեսնում են, որ մարդիկ ներդրում հարաբերություններում ինչ որ ջանքեր դնում են, կարծես սա շատ հարմարվել են իրար հետ, իրենց ուղղակի մի քայլ է մնացել, երևի մի քայլ է մնացել ամուսնանալու, այդպես կարող եմ ասել։ Ու այսպես կարգը ընտրություն, ուղղություն ընտրել են, գնում են, պետք է ամուսնանան, բայց հանկարծ այստեղ ինչ որ կասկածներ, զույգերից մեկը կասկածներ ունի, անհանգստություններ ունի, տեսնում եք 4-ը մարդը մտածում է, արդյոք սա ճիշտ է ինձ համար, արդյոք ճիշտ որոշում եմ կայացրել, իսկ հետո երկուսն էլ հայտնվում են այսպիսի տխուր վիճակում։ Ինչ է պատահել, ինչու ինձ կարտերը ցույց չեն տալիս, բայց ես տեսնում եմ, որ կողմերից մեկը կասկածներ ունի եւ դրանից հարաբերությունները կանգնում են։ Եվ ինչու մեկը ընտրություն է կատարել, նոր ճանապարհ է գրում։ Զույգերից մեկը երևի նա, որ կարծում էր ճիշտ չեն իրենց հարաբերությունները, իրականում ինքը իր ճանապարհը ընտրել է եւ ինքը ուզում է հեռանալ այս հարաբերություններից։ Ես կդժվարանամ ասել դա խեցգետնի զույգն է, թե խեցգետին ինքն է, ում ինչպես վերաբերում է, կարող եք այդպես էլ հասկանալ։ Ես տեսնում եմ այստեղ թրերի տուզը, այսինքն երկու շաբաթվա ընթացքում հաջորդ երկու շաբաթվա ընթացքում որոշ մարդկանց համար պարզ կլինի իրականում թե ուր պետք է գնալ։ Տեսեք, ուղղությունը ընտրված է, մարդը ուզում է գնալ իր ճանապարհով, ուզում է հեռանալ, բայց ուր գնալ, այ կորոշվի, հանկարծ ձեզ համար կպարզվի։ Եվ վերջնական որոշումը մարդը պետք է կայացնի։ Եթե ձեզնից են հեռանում կամ ձեզ չեն ընտրել խեցգետին, դուք պետք է որոշում կայացնեք, ինչ որ որոշում ամեն դեպքում խեցգետինը պետք է կայացնի։ Էլ եմ ասում, դուք եք հեռացողը, ձեզնից են հեռանում նշանակություն չունի։ Դուք պետք է վերջնականապես ինչ որ որոշում կայացնեք։ Ես այստեղ տեսնում եմ եկեղեցականի կարտը եւ տեսնում եմ մահվան կարտ, ասենք ես կարող եմ ասել, որ հարգելիներ, դուք չեք ուզում հավատալ, դուք չեք ուզում ընդունել, բայց իրականում կարծես ինչ որ բան վերջանում է։ Միգուցե ձեր հարաբերությունները վերջանում են եւ դուք պետք է թողնեք, որ գնա։ Կարող է պետք է դուք ավարտեք, դուք թողնեք, որ գնա, դուք չեք ուզում, պայքարում եք, բայց երևի թե ինչ որ մի բան պետք է լինի։ Այսինքն այստեղ կարող եմ ասել ձեր կողմից ինչ որ քայլ պետք է, այսինքն դուք պետք է ընտրություն անեք, իսկ կարտերը հուշում են երևի թե որ միգուցե պետք է թողնել, որ գնա, ինչ որ չի աշխատում, չեք կարող զորով պահել, եթե չի աշխատում, պետք է գնա, պետք է ձեր մեջ հավաքեք ուժ, չտրվեք գայթակղություններին, հարգելի խեցգետիներ, կին եք, տղամարդ եք, ես էլ եմ ասում, ոչ մի կարևոր չի տվյալ դեպքում, դուք պետք է ձեր մեջ ուժ գտնեք եւ հեռանաք, դուք պայքարում եք, բայց դուք չեք կարող։ Ես կարող եմ ասել, գիտեք, ինչ որ չար ուժեր եմ տեսնում, այսինքն ինչ որ մի ձևով այսպես ճակատագրով փակված է ձեր ճանապարհը, այս ձեր զույգի հետ, աղջիկ եք թե տղա եք նշանակություն չունի, բայց ինչ որ խանգարող հանգաման կա, որ ձեր ուժերից վեր է, դուք չեք կարող սրա դեմ պայքարել, դուք կարող եք գլխել չունեք, թե սա ինչ է իրականում, ով է, այս չար ուժերը, ինչ է, ճակատագիր, կարմա, ինչ է, ես կդժվարանամ, ես ինքս չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ ձեր ճանապարհը իրականում խոչընդոտ կա,
Դուք պետք է հեռանաք, պետք է փոխեք, եթե մի բան չի աշխատում, թողնեք, պետք է թողեք, որ հեռանա։ Դուք ուժով չեք կարող ոչինչ պահել, եթե չի աշխատում, որովհետև ինչ-որ բան պետք է հեռանար, իրականում ձեզնից կհեռանա, պարզապես շատ ավելի ցավոտ կլինի ձեզ համար։ Դուք պետք է որոշում կայացնեք, ձեր աշխուժությունը դրա մասին է, պետք է լինել աշխուժ։ Եվ ես վերջում տեսնում եմ աշխարհի կարտը հարգելիներ, սա նշանակում է, որ ձեզ համար նոր դռներ են բացվելու, նոր էտապ կբացվի։ Ինչը գեղեցիկ, շատ գեղեցիկ կարտ է, բայց միայն եթե դուք թողեք հեռանա, մինչև չթողնեք անցյալը հեռանա, որոշում չկայացնեք, այ մինչև չմեռնի ձեր անցյալը, չմահանա, չհեռանա, ոչ թե անցյալի մարդը չմահանա, բոլորովին դրա մասին չի խոսքը։ Ձեր անցյալը, ձեր խնդիրը, խնդրեմը ում հետ էր, չէր ստացվում ինչ-որ մեկի հետ, պետք է թողնեք դա վերջանա։ Վերջացնում եք ինչ-որ մի բան, հա, որը ձեր ուժից վեր է, դուք չեք կարող հարցը լուծել, որպեսզի ձեզ համար բացվեն նոր դռներ, նոր հնարավորություններ, իսկ դուք ունենաք անպայման նոր էտապ կսկսվի ձեր կյանքում։ Ձեզնից ոչինչ կախված չի, ոչինչ չեք կարող անել հարգելիներս, ձեզնից է կախված ինչ որոշում կկայացնեք։ Երկրորդ տարբերակում տեսնում եմ չափավորության եւ համբերատարության կարտը։ Երկու նշանակություններ ունի։ Չափավորությունը դե երբ որ ինչ-որ մի բան չափից ավել շատ եք անում, չափից ավել մեծ ռիսկերի եք դիմում, կարտերը հուշում են մի դիմեք։ Եթե չափից ավել ծախսեր եք անում, բայց այդքան ֆինանսներ չունեք, էլի կարտերը հուշում են չափի մեջ ծախսեք։ Իսկ եթե ինչ-որ հարցում շտապում եք, կարտերը հուշում են մի քիչ ձեզ պետք է համբերատար գտնվել, մի քիչ պետք է սպասել։ Իրականում սա շատ գեղեցիկ կարտ է։ Ես կարծում եմ, որ սա ինչ-որ մի լավ բան ձեզ սպասվում է իրականում։ Պարզապես ձեզ պետք է մի փոքր լինել համբերատար։ Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խեցգետիներ։ Եկեք, գիտեք, ես չգիտեմ այստեղ ինչին է վերաբերվում։ Աշխատանք, կարիերա կարող է լինել նաև անձնական հարաբերություններ, ում ինչպես վերաբերում է, այդպես էլ կարող եք վերագրել։ Ես կարող եմ ասել, հիշում եք, չափավորության եւ համբերատարության, իսկ ինձ թվում է այստեղ ավելի շուտ համբերատարության մասին է խոսքը։ Ինչի մասին էլ որ խոսքը լինի, հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, ես տեսնում եմ այստեղ նպատակ, ինչ որ նպատակ ունեք, ել եմ ասում, անձնական հարցեր եք ուզում լուծել ինչ որ մեկի հետ, անձնական, ընկերական, բարեկամական, թե ինչ որ, չգիտեմ, անձնական սիրային հարցերի մասին է խոսքը։ Ձեզ կարտերը հուշում են մի քիչ համբերատար եղեք, դուք ունեք նպատակ, ուզում եք նպատակին հասնել, բայց տեղից չի շարժվում։ Մրցակիցներ էլ կան եւ դա ձեզ շատ տանջում է։ Այսինքն, եթե սա աշխատանքին, կարիերային է վերաբերում, ինչ որ հարց ունեք եւ չեք կարողանում հասնել այդ հարցին, ունեք նպատակը, տեսնում եք, բաժը հանգիստ կանգնած է, նայում է առաջ, նպատակասլաց, բայց տեղից չի շարժվում մարդկանց պատճառով, մի քանի հոգու։ Էլի մրցակցությունն է շատ, խանգարող հանգամանքներն են, մարդիկ են խանգարում եւ դա ձեզ շատ տանջում է։ Կարտերը հուշում են եղեք համբերատար հարգելիներս, նախ մի հանձնվեք, շարունակեք պայքարել, անել ինչ որ անում եք, ձեր ջանքերը պետք է շարունակեք գործադրել, կամաց, շատ դանդաղ, բաժն եմ տեսնում պենտակլի, կամաց դուք սկսեք տեսնել ձեր աշխատանքի արդյունքը, տեսնում եմ դուք բավականին ուժեղ եք, կարողանաք բոլոր խնդիրները հաղթահարել, բավականին ուժ ունեք դրա համար, սա էլ տեսնում եք 4-ը ջահերի, գեղեցիկ կարտ է, մարդիկ շնորհավորում են, ուրախանում են, տոնում են ինչ-որ բան, ասենք դուք անպայման ձեր նպատակին կհասնեք, պարզապես մի քիչ պետք է ձեզ լինել համբերատար, հաջողությունը գա կամաց, դանդաղ, բայց իրականում կգա, միգուցե 2 շաբաթվա մեջ լրիվ հաջողություն չլինի, չտոնեք, բայց կարող է կամաց, 2 շաբաթվա մեջ ձեր հաջողությունը կգա։ Եթե սա անձնական հարցերին էր վերաբերվում, ինչ-որ մեկի սիրտը պետք է գրավեք, մրցակիցներ կան, ձեր սիրած աղջկան այլ տղաներ են ուզում կամ ընտանիքի անդամներն են դեմ, եթե ձեր երիտասարդը ուրիշ աղջիկներով է շրջապատված, ինչ հարցեր ուզում է լինել, դուք ունեք նպատակ, հարգելի խեցգետիններ, ինչ որ խանգարող հանգամանքներ կային, դրա համար էլ ձեր նպատակին չէիք կարողանում հասնել եւ տեսնում եմ, որ տանջվում եք, իրականում կարտերը հուշում են համբերատար եղեք, մի տանջվեք, կամաց, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ես տեսնում եմ իրականում ուրախության կարտը նշանակում է դուք ձեր նպատակին կհասնեք, պարզապես մի քիչ եղեք համբերատար։
Ես այստեղ էլ աստղ եմ տեսնում, դուք իրականում ձեր նպատակին անպայման կհասնեք։ Երկու շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում վերջում։ Անպայման ձեր նպատակին կհասնեք։ Ինչ է լիներ ձեր նպատակը։ Աշխատանք էր, կարիերա էր, նույն աշխատանքի դիրքի համար, տեղի համար մի քանի մրցակիցներ կան։ Նոր աշխատանքի եք ուզում անցնել, բայց շատ մրցակիցներ կան, իրենք ավելի լավ դիպլոմ ունեն, չգիտեմ, իրենք փորձ ունեն, դուք չունեք։ Ինչ հարցեր ուզում եք, ունեք նպատակ եւ խոչընդոտներ կային այլ մարդկանց պատճառով, մրցակիցների պատճառով, դանդաղ կամաց շարունակեք անել, փորձեք նորից գնալ հանդիպել, շփվել, հարցազրույցներ անցնել եւ ի վերջո ես տեսնում եմ դուք հաջողության կհասնեք, անպայման կհասնեք ձեր ցանկությանը, կկարողանաք հասնել հարգելիներս։ Տեսնում եմ այստեղ ասպետը թրի, այսպես ոգևորված, այսպես մի տեսակ մունաթով, բարկացած, տեսնենք ինչ է նշանակում այստեղ խեցգետնի վրա, ինչ որ մեկը բարկացել, թե խեցգետինն է շատ այսպես ագրեսիվ, իրեն ոչ հարիր։ Տեսնենք ինչ է պատահել, ով է այսպես բարկացած։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, արգելի խեցգետիներով է ձեզ այսպես բարկացրել։ Ինչ որ նպատակ ցանկություն ունեք, էլի կարող եմ ասել, գիտեք, ես այստեղ զույգ եմ տեսնում։ Զույգ եմ տեսնում, շատ հետաքրքիր։ Սա կարող է լինել ինչ որ անձնական հարաբերություններ, միգուցե։ Մեկ վարքյան ես փորձեմ հասկանալ։ Գիտեք, ես չգիտես թրով ասպետին իրականում չեմ տեսնում խեցգետին։ Խեցգետինը շատ ավելի մեղմ մարդիկ են, իրենք ջրի նշան են, ավելի էմոցիոնալ են, իրենք այսպես հրով թրով չեն հարձակվում մարդկանց վրա։ Գիտեք, ես կարծում եմ, որ միգուցե խեցգետին աղջիկ է եւ ինչ որ տղամարդ կա, այսպես շատ ագրեսիվ, շատ ուզում է գալ այսպես ձեզ գրավել։ Ես իրականում տեսնում եմ, որ ինքը չի կարողանում հաջողության հասնել, այսպես մանր մունր ինչ որ մի քիչ առաջ խաղացում եթե լինում է, իրականում հետո ինքը բարկանում է, որովհետև չի կարողանում։ Դե իհարկե խեցգետին այդպես չես կարող, խեցգետինը շատ մեղմ նշան է։ Իրեն այսպես հրով թրով, ես չգիտեմ, չես կարող գալ ու հասնել։ Շատ ագրեսիվ է մեր տղամարդը, տեսնում եմ, որ ինքը իրականում չի հասկանում ինչպես պետք է կնոջը կարողանալ սիրտը գրավել։ Ցանկություններ, նպատակներ ունի, բայց իրականում չի կարողանում հասնել իր նպատակին։ Իսկ ես տեսնում եմ, որ խեցգետին աղջիկը բոլորովին այլ ցանկություններ ունի։ Ինքը իրականում ուզում է ռոմանտիկ, գեղեցիկ, տեսնում եք, երիտասարդը կոպեկը ձեռքին, աղջիկը բոլորովին այլ ցանկություններ, երազանքներ ունի։ Դրա համար էլ այս տղամարդուն չի հավանում։ Իսկ այս տղամարդն էլ ինքը ներվայնանում է դրանից, բարկանում է, բայց դրանից ոչինչ չի փոխվելու։ Հարգելի աղջիկներ, եթե ես ձեր մասին է, ովքեր կտեսնեն, որ սա վերաբերում է իրենց, հա, այդ հրով թրով տղամարդուն ուշադրություն էլ մի դարձրեք, դուք շարունակեք երազել, ցանկանալ ում որ ցանկանում եք, որտեղ ես իրականում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Վերին ուժերն էլ ձեր կողմից են, դատաստանի կարտ եմ տեսնում եւ հաջորդիվ տեսնում եք ինչ հրաշալի կարտեր եմ տեսնում։ Հարգելի խեցգետիներ, նրանք ովքեր այս ագրեսիվ մարդկանցից, ովքեր, չգիտեմ, ուզում են շատ արագ, շատ շտապ գալ ձեզ, չգիտեմ, ականջներին լապշա են կախում, համոզում են կամ նույնիսկ մի քիչ ագրեսիվ են վերաբերվում, ուշադրություն չեք դարձնում, ուշադրություն մի դարձրեք, ձեզ իրականում շատ գեղեցիկ ապագա է սպասվում, իրականում դուք ամուսնանալու եք շատ լավ տղամարդու հետ, սա կայսրն է, սա կայսրուհի, շատ համապատասխանում են, նայում են իրար, երրորդ վերջին կարտերը սրանք եմ տեսնում, վերջում եմ տեսնում եմ արև, իրականում դուք շատ գեղեցիկ զույգ եք լինելու, պարզապես դուք սխալ տղամարդ է ձեր հետևից, ով որ հիմա այդպես ագրեսիվ է, ուշադրություն չդարձնեք, դուք ձեր ապագային դեռ նոր եք հասնելու, ես էլ եմ ասում, երկու շաբաթվա մեջ այս ագրեսիվից պիտի կարողանա գլուխներդ ազատել, որովհետև ապագայում շատ գեղեցիկ ապագա եմ տեսնում, շատ ձեզ արժանի տղամարդ կգտնվի, ձեզ հա, ինքը կայսր է, դուք էլ կայսրուհի, շատ գեղեցիկ հարաբերություններ եմ տեսնում, շատ գեղեցիկ զույգ։ Պարզապես, եթե սխալ մարդիկ գալիս են, այդպիսի մարդկանց հեռու պահեք ձեզնից, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ես չեմ կարող ասել ձեզ տղամարդը, ճիշտ տղամարդը կայսրը երբ կգա ձեզ կգտնի, երբ կհանդիպեք զույգ կկազմեք, բայց ապագայում, ես շատ հեռու ապագա չեմ տեսնում, շատ ավելի հետաքրքիր զույգ է ձեզ սպասում։ Դուք ձեր ճակատագրով ձեզ համար նախատեսված տղամարդուն դեռ չեք հանդիպել։ Դրա համար այս ժամանակավոր ագրեսիվ մարդկանց ձեզնից հեռու պահեք, հարգելի խեցգետիներ, սա ձեզ խորհուրդ կարտերից։